Ապրելով Երևանում, արարելով Երևանում, որոշեցի իրականացնեմ իմ հաջորդ երազանքը։ Դառնալ սիրված, ճանաչված դերասան։ Շնորհակալություն։ Բայց ոչ թե նրա համար, որ վերջում դառնամ քաղաքապետ։ Քավլից։ Որ համադայություն անեմ։ Այո, ժողովուրդ ջան, համադայություն անեմ։ Համադանները իրականում մեր երկրում կարող են լինել վաստակավոր արտիստից սկսած միջև սերիալի էպիզոդիկ դերերում 1 րոպե 40 վայրկյան երևացած սուպեր աստղերը։ Հարկայինից թաքցնեմ, ձեզանից ինչ թաքցնեմ, ժողովուրդ ջան։ Իրոք ես էլ եմ համադայություն անում։ Այո, ժողովուրդ ջան, հարսանեկան արարողությունները այն արարողություններն են, որ իրոք չես կարող չանդրադառնալ ընդհանրապես հարսանեկան արարողություններին, որտեղ ներսես համ տրաֆիկը առաջացել, հետո էլ այս հարսանեկների հետ կապված ընդհանրապես էվոլյուցիա չկա։ Ոնց է Հայաստանում լինում հարսանեկան արարողությունները։ Տեսել եք, չէ՞ երևի։ Եվ որ առավոտից սկսում են պիպիտ, 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 այնքան պիպիտ են տալի, քեզ թվում է ինչ-որ մեկի հրաժարականն են պահանջում։ Այդ պիպիտների արանքով ուզում ես գնաս, հասկանաս ինչի համար են այսքան պիպիտ տալի, գնում տեսնում ես, փեսեն լարված նստած է ղեկին, լարված մեքենան է վարում, որովհետև մտածում է հանգար չխազի, մի օրով պրակատով է վերցնել, լարված քրտինքը վրա մեքենան է վարում, իսկ այս աղջիկը նստել է կողքը, մի հուզվել է, մի բոլորին ցտեսություն ասում, մեկը լնի ասի, աղջիկ ջան, ինչի մանես հուզվել, հո չեն տանում խազեն, տանում են, չնայած պիպիտ ինչ պետք է լինի։ Էլի պիպիտ գնում լցվում են եկեղեցի։ Լցվում են եկեղեցի, Տերապետիսը դուրս է գալիս, Տերես որդյակս, Տերեմ Հիսուս։ Հնազանդես աղջիկս հələ կերևա։ Էլի ելնում են պիպիտ տալով մինչև զալի ժամը գա։ Գնում են զալ ու սկսում են տեղավորվել։ Բարեկամները հարուստները։ Արեն ռայոնի բարեկամներին այնքան հեռու են տալու նստացնում, որ հարսանեկի տորտը մինչև հասնում է իրանց հնանում է։ Այո, հարսանեկան արարողությունների ժամանակ ինչ-որ բաներ փոխվել են։ Առաջ եթե հիշում եք, հարսանեկան արարողությունները ամբողջությամբ կազմակերպում էին պապաները։ Իսկ հիմա չգիտես ինչի, այդ հարսանեկան արարողությունները իրանց վրա են վերցրել մամաները։ Նկատել եք, հա? Ու բացի այդ ամեն ինչից մամաները դառնում են այդ օրվա հարսանեկի ռեժիսոր պաստանովշիկը։ Եվ որ ամեն ինչ բեմադրում են, տեսել եք, հա? Այդ երշիկեղենը տենց դրեք, այդ պանիրեղենը տենց դրեք, շատ լավ է, այդ փուչիկները բեր, կոխիտակը, վայ այդ ծաղկե փունջը բեր, կոխիտակը, մնում է մեղրամսին տղու հետ գնաս, իտաղ աջան, բեր, պարկասրա, կոխիտակը։ Նկատել եք, չէ, հարսանեկան արարողությունների ժամանակ մամաները ոնց են գնում ու պատրաստվում։ Այն որ 18 տարեկանի մակիաժ են անում, մի քանի հատ փայլիկներ sense կպցրած, այն որ միած sense շոր են հագնում, այստեղից sense բացված, այս sense սիրուն sense կանգնած, երկար քողով են որ հյուրերին դիմավորելուց են։ Տեսել եք, չէ՞։ Այն որ միած sense պուճուր չոլկա են անում։ Այն որ հարսանեկի կեսից այս չոլկեն կպտում է թարտիշտին, այս մի աշկը փագում է։ Չես հասկանում, մերն է թե պիրատ։ Բայց չգիտես ինչու միշտ տղու օրը հագցնում են 5 կոստյում։ Այն որ վրեն էլ մեծ է, են լինում։ Տեսել եք, հա? Այն որ հարսանեկի կեսից արմաստ է մի հատ փոն տված բան ալնում։ Ու ամբողջ ընթացքում այս խեղճ հորն ասում են, չխմես։ Մեսի հյուրերի մոտ խայտարակ չանես։ Դա դե տղու առիթն է, որ խառնված այդ ուտելիքի նայում։ Ընդեղից գեղամ ջան, արի մի բաժակ խմենք, լավա, ես դիետա եմ պահում։ Մայրերն են որոշում, թե ով ում հետ պետքա նստի։ Նկատել եք, հա? Գագոյենսկը նստացնենք 4-րդ սեղան։ Բա, հասկանում եմ կես սավը տանը։ Ես լրիվ քո համար եմ խաղում, տես ջես ջանդան։ Գագոյենսկը նստացնենք 4-րդ սեղան։ Արտուշենց 6-րդ սեղան։ Սերոպենսկը տանենք դինամիկի տակ թող սատկեն։ Իրանց տղու հարսանեկին մեզի չէին կանչել։ Այն որ բոլորին տեղավորելուց հետո նկատել եք, չէ՞, միշտ դինում է միած սեղան, որ ոչ ոքի չի ճանաչում։ Այն որ ամբողջ ընթացքով հյուրերով այսպես նստած են,
8:30-ի կոմերը նոր տղեկից մեկը որոշում է որ բիբար մի հատ վեկանի ու բզբզ այդ բիբարը իբրինքը սա աղքյանքը բիբարա կերեի ժամերին մեկ էլ հրավիրում է իր կնոջը պարում նկատել եք չէ որ ամեն մեկ էս հարսանեկան ժամանակ ամեն մեկը պարում է իր կնոջ հետ եւ որ ամուսինը խմած ոգեորված շատ ակտիվ պարում է կնիկներ Facebook-ով մտնում է live ու այդ live-ը նայում է մի հոգի իրանց երեխուն նոր պատժելու միջոց է ու այս սեղանը սկսում է իրար հետ շփվել այն ժամանակ երբ որ լուսանկարիչը մի հատ ֆոտո է անում մեջներից մի հատ ջոմարդ գնում հանում բերում բոլորին բաժանում է այդտեղ կնանիք հասկանում են որ պետք է իրար Facebook-ով դրուժի տան Իսկ տղամարդիկ սկսում են իրար հետ շփվել այն ժամանակ, երբ որ մեջներից մեկն ասում է աղբերը մի ես երկրի վիճակի ինչ պետք է լինի։ Ու տեղ հարսանիքեն թեժ պահին մտնում է քաղաքականությունը։ Ամեն մեկն իր փայ գիտի ինչ պետք է անեն, որ այդ երկիրը ճգնաժամից հանեն։ Մի խոսք ասած ջանացած խառնված կնգան քո տիրոջ մերը ու գնում են տուն։ Ու տեղ դուրս է գալիս ով հանդիսավարը։ Դուրս է գալիս փայլուն կոստյումով, հարսի փեսայի պարը։ Հարսի պար։ Սենց դաժան կայֆավատ ամբողջ աշխարհում ոչ մի տղաների նկատմամբ չկա։ Սիրելի աղջիկներ, ապագա հարսիկ, ով է ձեզ ասել, որ այդ ձեր բեմադրած հարսի պարի մեջ տղեն էլ պետք է մասնակցի։ Լսել եք այդ տղեկին, են կարմիր թշերը, որ կանգնոտ։ Խառնված, լարված, չի իմանում իրան ոնց դրսևորի, մուղ, ծուղ, կամերա անգերները կողքից ուռած։ Լարվե, խառնվե, յար չի իմանում իրան ոնց դրսևորի, իսկ այս հարսիկը մի շորորում է, մի աչ ու ձախ է գնում, փողատվել միջև վերջի 1000 դրամը պետք է πάρի։ Արես խեղճ տղերն է խառնվել է, չի իմանում եպ է իր հերթը։ Մեկ էլ այդ երկի տակտը լսում, ու հդմեն չխպած խանութ դեմքով կատարում է իր կյանքի առաջին 3 քայլը։ Ու գնաց։ Հայաստանում այս բանը կոչվում է տանգո։ Արգենտինացի գորիմանային տանգոն է սա, այլ ոչ թե էս։ Կասեի մեր Աստոր Պիացոլային տանեք, ձեր Տիգրան Շամկոչյանին բերեք։ Լավա աղբերս, սաղ քո մարմերն եմ սրտի, գնաց։ Ռաֆայել Երանոսյանի Փահլևանը Լոս Անջելեսում